Սյունիքի տեղ-համայնքում մայիսի 9-ը նշվեց խոնարհությամբ ու ազգային հպարտությամբ։ Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում վեր խոյացավ 24 մետրանոց եռագույնը՝ ի հիշատակ համայնքի 44-օրյա պատերազմում ընկած հերոս որդիների։ Եվ հենց այստեղ Սյունիքի այս սահմանամերձ համայնքում, որտեղ ամեն օր կա լարվածություն ու վտանգ, հիշողությունն ապրում է ոչ թե խոսքով, այլ կյանքով։ Տոնական օրը սկսվեց պետական ու ռազմական հյուրերի այցով։ Համայնքի ղեկավար Դավիթ Խուլունցի նախաձեռնությամբ տեղ էին այցելել ազգային ժողովի падգամավորներ, մարզային իշխանությունների եւ ուժային կառույցի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանն ու Պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանն։ Արի հոգի հայրենյաց, կամ երասկոտ պատանի, Աստված կանչեմ թող նրա մուրացները կատարվի, մի փամփուշտ կար իր անունով է գրվում, նրա հույսով է գրվում։ Հաղթանակները չեն մոռացվում, կա հավատ, որ մի օր մայիսի 9 կտոնի նաև խաղաղությունը, դառնալով քառատոն, մեր համախմբվածության, միասնականության եւ ազգային ուժի շնորհիվ։ Իր խոսքում ընդգծում է Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյան եւ հավելում. մենք պարտք ունենք ոչ միայն հիշել մեր հերոսներին, այլ նաեւ շարունակել նրանց պայքարը։ Հայը պետք է մնա անկոտրուն, ինչպես եղել է միշտ, եւ շարունակի իր ճանապարհը նոր հաղթանակների համար։ Ես նույն ոգով նշում եմ, ճիշտ այսօր ոչ հուշում, բայց ապրումներով, բայց ես երբեք իմ հավատը չեմ կորցնի։ Ես խնդրանք ու կոչ կանեի մեր ժողովրդին, թողեք ամեն ինչը։ Չէ թանք ցեղասպանվենք, թողեք ամեն ինչը, համախմբվենք, այս մի կտոր հողը պահենք, հետո կերիվա ովա դավաճան, ովա հող տվող։ Բայց երբեք մենք մեր հույսը, հավատը չպետք է կորցնենք։ Համախմբվել։ Այդ տեսեք 90-ական թվականներին մենք թե թվականակով, թե տեխնիկայով, ամեն ինչով շատ քիչ ենք քան մեր թշնամիները։ Բայց կարացած պարապետ Վազգեն Սարգսյան բոլորիս համախմբել, ազգը համախմբավ, մեր սերունդը տարավ մեծ հաղթանակ, գրեթե 700 տարի։ Վազգեն ունենալ կունենանք, բայց Վազգենը ծնվել է մեր ազգից, մեր ժողովրդից։ Այսօր որ մենք կարանք մի հատ նորմալ հավատի դաշտ ձևավորենք, Վազգեներ կծնվեն, բայց մենք պետք է հող տանք Վազգեն ծնվողներին։ Տեղը չի լռում, տեղը հիշում է հայրենականում կրված պապերին Արցախյան ազատամարտը, Շուշիի հաղթանակը։ Մեր համայնքը պատմություն է գրում իր յուրաքանչյուր փողոցում, կորուստներով, բայց նաև պատվի ու պայքարի ոգով, ասում է տեղ համայնքի ղեկավարը։ Շուշի չունենք, Ստեփանակերտ չունենք, Արցախ չունենք, այսպես ձևակերպեմ։ Այնպես չի որ չունենք այսօր կոտրված ենք, բայց մի օր կգա կունենանք։ Անպայման։ Ես իմ հույսս չեմ գտել ընդհանրապես։ Օրինակ 90-ականներին մենք եղել ենք միասնական, հաղթել ենք, բայց այսօր մի տեսակ բոլորս էլ տեսնում ենք, բոլորս էլ հայտնի է, որ ազգը պառակտված է։ Հիմա ես իմ նպատակն է որ տեղ համայնք, ես տեղ համայնքի մասով եմ ասում, բայց ընդհանուր ազգը պիտի համախմբվի, միասնական պիտի լինենք, ամուր պիտի լինենք, որպեսզի կարողանանք մեր հողերը, մեր պետական սահմանները պահենք։ Մեր միսանցի հողը մտնելու դեպքում մենք պատրաստ ենք կռվելու, մահանալու մեր միսանցի հողի վրա եւ հակահարված տալու։ Օրը ունի եւ ցավ եւ հպարտություն, նշում են պատերազմի հետքերը իրենց կյանքում զգացած տեղի բնակիչները, հուսալով, որ ապագան խաղաղ կլինի։ Ես կապիտան Անդրանիկ Աղաջանյանի մայրն եմ, Աշխեն Արաքելյանը։ Իմ որդին զոհվել է 44-օրյա պատերազմում, բայց նա մեզ համար միշտ կմնա Իթանի վկա, որպես հերոս, իսկ այսօրվա միջոցառումը ունի մեծ նշանակությունը, սա մեզ համար մեծ պատիվ է եւ այս դրոշը մեզ ոգեշնչում է, որ դեռ նորից պետք է տոնենք մեր մեծ հաղթանակները, նորից պետք է վերականգնի մեր հերոսների պահած հայրենիքի սահմանները։ Հայաստանի ցանկացած բնակիչ գիտի, որ այս գյուղը այն գյուղերից մեկն է, որ երբեք չի ազնվել, երբեք չի պարտվել, երբեք պարտություն չի տեսել։ Եվ այսօր էլ տեսնում եք, որ թեկուզ այդքան զոհեր ունենք,
այդքան վիրավորներ ունենք, բայց մեր սահմանները անառիկ է մնացել էլի։ Եվ այսօր էլի եմ ասում, համարյա թե ամեն տնից մեկը մասնակցում է այդ սահմանների պաշտպանությանը եւ փառք Աստծո դեռ ոտնձգություն չկա։ Տեղ այցելած պաշտոնյաների համար մայիսի 9 ոչ միայն անցյալի, այլև ներկայի եւ ապագայի մասին է։ Ելույթներում ու խոնար լռության պահերին հնչում էր մի հստակ միտք՝ խաղաղությունը հնարավոր է միայն ուժի, համախմբվածության եւ հիշողության միջոցով։ Տեղ համայնքի 44-օրյա պատերազմի վիրավոր ազատամարտիկներն ու Արցախյան ազատագրական պայքարի մասնակիցները Երկրապահ կամավորական միության նախագահի եւ համայնքի ղեկավարի կողմից արժանացան հուշամեդալների, պատվոգրերի եւ նվերների։ Տոնական օրվա շրջանակում հիշողության ու միասնության խորհրդանիշ դարձավ նաև մատաղի արարողությունը՝ 7 ոչխարի մատաղ՝ ի բարօրություն համայնքի եւ ի հիշատակ նահատակների։ Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ Եղիցի անունքով, եկեսցե արքայություն քո, Եղիցին կամքո որպես Տեղ համայնքը ապրում է իր հերոսների թողածուժով եւ պայքարի մեջ է, սպասելով խաղաղության։ Արմինե Սիմոնյան, Տիգրան Հովսեփյան, Սյունիք լրատվական։